Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։ Բարի երեկո, պարոն Քոչարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, եւ այսպես ընտրություններն ավարտվեցին, ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերից հիմնականում մեծամասամբ բոլորը խոսում են խախտումների մասին, պահանջում են վերահաշվարկներ։ Հայաստան դաշինքը արդեն իսկ խոսել է այն մասին, որ դիմելու են սահմանադրական դատարան, եւ մինչ ընդդիմադիրները խոսում են խախտումների, դրանք սահմանադրական դատարանում վիճարկելու անհրաժեշտության մասին, հենց նույն այդ ընդդիմադիրներին հարց տված մարդիկ ընդդիմադիրներից ուզում են ճշտել։ Գնում եք Նիկոլ Փաշինյանի ձևավորած սահմանադրական դատարանում, ինչը վիճարկեք։ Սահմանադրական դատարանի հետ կապված ես իհարկե համաձայն եմ, թեև դա քայլ է, որ պետք է արվի։ Ինչ որ բան ֆիքսվի, որովհետև դուք հիմա ասում եք ընդդիմադիրները, բայց միայն ընդդիմադիրները չեն, չէ՞։ ԵԽԽՎ այդ փաստաթղթի մեջ էլ է բազմաթիվ զեկույցում խախտումների մասին։ Բազմաթիվ խախտումների մասին է նշված։ Մենք ճիշտն ասած չէինք պատկերացնում այդ խախտումների ծավալը, քանի դեռ չսկսվեց վերահաշվարկը, ու ինձ համար ամենակրեատիվ ռեակցիան, որ եղել է Facebook-ում ես տեսել եմ, որ առաջարկվում էր իշխանություններին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին անցկացնել Excel-ի դասընթացներ, պարզվեց, որ ամենաէլեմենտար բաները չգիտեն ու այնպիսի թվեր է դուրս գալիս տարբեր տեղեր, չգիտեմ, գրած պատահական, տեխնիկական թե ինչպես, դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց փաստը մնում է փաստ, որ բացի այն, ինչի ականատեսն էինք մինչև ընտրության օրը, այսինքն այն ճնշումները, այն աննախադեպ, որը երբեք չի եղել, ես չգիտեմ անգամ օրինակ ֆաշիստական Գերմանիայում կամ Իտալիայում նման ճնշումներ եղել են, թե չէ, բայց համենայն դեպս նման էր այդ ճնշումների, որովհետև ես տես բան չեմ տեսել, որ երկրի ղեկավարը ասի, ես ինչը բռնվելու է, գնան հետևից բռնեն։ Ընդհանրապես 2 օր առաջ, չէ, էլի Գագիկ Ծառուկյանի հետ պարզվեց, որ հաջորդ օրը գործ է հարուցվել։ Ես նորից եմ կրկնում, բացի դրանից պարզվեց, որ Excel-ի խնդիր էլ կա։ Այսինքն, երբ դուք ասում եք, ես երբևիցե չեմ տեսել, որ նման ծավալի ընտրախախտումներ լինեն, պարոն Քոչարյան, ընտրախախտումներ ես շատ եմ տեսել, ես չասեցի, ես բռնաճնշումները ասեցի։ Բռնաճնշումներ, Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի եւ Եվրոպայի սիրելի գործիչն է, որը ժողովրդավար է, փաստորեն ինքը այդ միֆը կոտրեց այս ընտրություններին։ Տեսեք, ժողովրդավարությունը այսօր ընդհանրապես գեղեցիկ բառ է մնացել, որովհետև մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, եւ այստեղ ում երբ ինչ հարմար է, դա է անվանում ժողովրդավարություն, հա։ Ես չեմ կարծում, որ հիմա այսօրվա իրականության մեջ, երբ օրինակ Ռումինիայի ընտրությունները ասում են, դե մենք չենք ճանաչում, դե մի հատ նորից արեք, երբ օրինակ Վենեսուելայի նախագահին կարող են գիշերը կնոջ հետ մի հասին փախցնել տանել, երբ բազմաթիվ, հա, երբ մենք ունենք այո, նաև ինչու՞ չէ այս կողմից էլ մենք ունենք Ուկրաինայի հետ այս դեպքերը եւ ով ինչ ուզում, երբ ուզում ճանաչում է եւ այլն, այս այսինքն երբ խախտված է աշխարհակարգը, հա, հետ պատերազմյան, ես նկատի ունեմ երկրորդ համաշխարհային պատերազմը, Պոտսդամյան աշխարհակարգը խախտված է, նորը չկա։ Այսօր փաստացի համաշխարհային քաղաքականության մեջ կարելի է ասել մարտեր առանց կանոնների են։ Եվ այս պարագայում խոսել ժողովրդավարությունից, գիտեք, հիմա երբ ընդդիմության Պարոն Քոչարյան, երբ փաստորեն ընդդիմության դիմացի ճամբարում կանգնած մարդը
մարտեր առանց կանոնների կարգախոսով է իր հենց հետ պայքարում, այս ընդդիմությունը, որը հաղթահարել է խորհրդարանի անցողիկ ինչ պետք է անի։ Հիմա ամենաշատ քննարկվող հարցը հետևյալն է. ընդդիմադիրները պետք է մանդատները վերցնեն, գնան խորհրդարանում աշխատեն ընդդիմադիր, թե պետք է մանդատները չվերցնեն, այդ դեպքում ինչ անեն, ձեր դիրքորոշումն ինչպիսին է։ Ես երեք գրառում եմ արել իմ Facebook-յան էջում, որ այսօր ընդդիմության առջև լինել թե չլինել Շեքսպիրյան հարցն է, հա, վերցնել թե չվերցնել։ Միգուցե շատ ավելի բարդ, քան Համլետի համար էր այդ հարցը, որովհետև առաջին հայացքից այո, կարծես թե այս պայմաններում ինչը բացահայտվում է, հա, իդեպ Նիկոլ Փաշինյանը պատրեց իր վերջին հաղթաթուղթը ինքը իր ձեռքով, մինչև հիմա նա բոլոր տեղերը թափահարում էր, որ ինքը երբեք ընտրություններ չի կեղծում, մենք տեսանք, որ ոչ միայն կեղծում է, այլ այն էլ ինչ ձև է կեղծում, բայց երբ ընդդիմությունը թվում է թե այո, տեսականորեն չպետք է վերցնի, չճանաչի ընտրությունների լեգիտիմությունը եւ շարունակի պայքարը։ Իսկ այդ դեպքում ինչ ենք ունենում ԿՊ-ի հետ։ ԿՊ-ն միայնակ գնում է խորհրդարանում աշխատում է, ինչ դառնում է ԿՊՍՍ, այսինքն, այո, միակուսակցական պարլամենտ ենք մենք ունենում, ինչը բնականաբար եւս շատ խփում է իշխանությունների շատ ցածր արդեն հեղինակությանը, առանց այն էլ ցածր հեղինակությանը։ Հիմա իշխանությանը թողնում ենք մի կողմ, պարոն Քոչարյան։ Ընդդիմությունը ինչ անի, որ մի դեպքում լուսանցք չմղվի, մյուս դեպքում իրենց 100,000-ավոր մարդիկ ձայն են տվել, այդ մարդկանց հույսը արդարացնի։ Տեսեք, նորից եմ կրկնում, առաջին հայացքից դա չվերցնելն է, հայտարարելն է, բայց այստեղ կա մի երկու խնդիր։ Առաջինը դա տեխնիկականն է, եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ստացվում է, որ 3 ընդդիմադիր ուժ անցնում են, 3-ի ցուցակն էլ մոտ 200 են, միգուցե մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, հա, ստացվում է, որ մենք ունենք 3 ցուցակ 600 տեխնացուների, հա, արկայություն։ Ես կարծում եմ, որ գործնականում կարողանալ վերահսկել 600 հոգու այս պայմաններում, այս համատարած ճնշումների, գործնականում ինձ համար դա անհնար է, որովհետև ճիշտ է, ես դա գրել էի, այնտեղ գրել էին, որ դրա ձևը կա, հետևից է պետք բան անել, հա, հետևից էլ անես, կա երրորդյա, հա, այդ ժամկետ։ Ոչ ոք չգիտի այդ 3 օրվա մեջ ինչ ճնշումներ կլինեն տարբեր տեխնացուների վրա եւ նրանք չեն գնա, հետ չեն վերցնի։ Այսինքն այդ դիմումը։ Այսինքն դուք մտածում եք, որ կարող են թիմերում լինել մարդիկ, որոնք չենթարկվեն առաջնորդի պահանջին եւ գնան մանդատը վերցնեն։ Չէ, տեսեք, ոչ թե ես գրեթե վստահ եմ, որովհետեւ ընդամենը 5 տարի առաջ մենք ունեցել ենք 2 նման դեպք։ Գեգամ Նազարյանը Հայաստան դաշինքից, Իշխան Զաքարյանը պատիվ ունեմից եղել է, չէ՞, ես չի որ նորություն է։ Ընդ որում Իշխանի պարագայում, Իշխան Զաքարյանի պարագայում դա ես կարծում եմ կամպրոմատները դրվեց եւ նա շատ խելոք մի կողմ քաշվեց, Գեգամի պարագայում չգիտեմ ինչ եղավ եւ նա անցավ բացահայտ ԿՊ-ի կողմը, իսկ հիմա երբ ասում եմ 600 մարդ կարողանաս վերահսկել, խիստ կասկածում եմ, խիստ։ Այն էլ ասում եմ Հայաստանի այսօրվա պայմաններում, էլ չեմ ասում, որ այդ նորություն չի, հա, քաղաքական դաշտը մենք ես գոնե գիտեք, վերջին անգամ երբ ես տեսել եմ մասսայական, այսպես ասած հրաժարականներ, դա եղել է 98 թվականի փետրվարի 3-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀՇ-ի գրեթե ամբողջ կազմով հրաժարական տվեցին եւ դարձան ընդդիմություն, իդեպ այդ ժամանակ էլ այն ժամանակ, որտեղ միայն ՀՀՇ-ն չէր, Հանրապետություն բլոկներ, Հանրապետության բլոկից
մի մասը մնաց իշխանության հետ։ Ընդամենը 8 տարի առաջ Հանրապետական կուսակցության շատ անդամներ, որ այսօր ՔՊ-ում ղեկավարի տեղակալ են, մարզպետ են, չգիտեմ ինչ են, ուզում եմ ասեմ, մենք այնքան բան ենք տեսել, որ բացառել, դա ես դրա ինչի եմ ասում, գործնականում ես բացառում եմ, որ հնարավոր կլինի վերահսկել։ Այս դեպքում հաջորդ քայլը ո՞րն է։ Ինչպես անել, որ ձեզ քվե տված մարդկանց հույսը ուղղակի պահել եւ հուսախաբ չանել մարդկանց։ Տեսեք, ես կարծում եմ պետք է զուգորդել պարլամենտական եւ փողոցային պայքարը։ Սա ես գտնում եմ, այսպես ասած, այս իրավիճակից ամենառացիոնալ լուծումը։ Այսինքն մանդատները վերցնել, գնալ խորհրդարանում աշխատել, զուգահեռ ունենալ փողոցային պայքար դրսում։ Այո։ Այս դեպքում առաջանում է հաջորդ հարցը, պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը փողոցային պայքարների լավ փորձ ունի, եւ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որ պատերազմից հետո մաշեցրել է մի շարք մեծամասշտաբ փողոցային պայքարներ, իսկ եթե սա էլ մաշեցնի, մենք ինչ ենք ունենալու։ Գիտեք, ես միշտ ես քանի որ շատ եմ ընդհանուր առմամբ եւ կարդացել եւ սովորել, այդ թվում նաեւ սխալների վրա են սովորում մարդիկ։ Այդ հենց դրա համար է, որ ուսումնասիրեն, վերլուծեն բոլոր սխալները, փորձեն գտնել նոր տարբերակներ եւ ունենան մի քանի սցենար, ոչ թե մեկ սցենար։ Իդեպ փողոցային պայքարի սցենարը ըստ իս մեր բոլոր ընդդիմադիրները պետք է ունենային զուգահեռ ընտրություններին, ոչ թե նոր մտածեին դրա մասին։ Կարծում եք չեն ունեցել։ Ես չգիտեմ, ես ենթադրել եմ, որ ունեցել են։ Միգուցե ես հիմա սխալվում եմ, բայց չեմ տեսնում այդ փողոցային ու չտեսա։ Որովհետև հիմա վերջին օրերին Facebook-ում պատտվում է, հա, YouTube-յան մի փոքր հատված, որտեղ օրինակ, հա, ես դրան ասում ենք մեթոդական նյութ է ինչպես վարվել ընտրությունների օրը, որտեղ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին պատմում է քայլ առ քայլ ինչ է պետք անել։ Տարբերակներից մեկն է, միգուցե ուրիշ տարբերակ մտածել, բայց այն որ պետք է ունենալ զուգահեռ մի քանի սցենարներ, ես դա, գիտեք, դա ոնց որ բան լինի, էլի, անուբեն լինի այ բենարանի։ Տեսեք, պարոն Քոչարյան, ավելի վաղ Հայաստան Դաշինքի առաջնորդը ասում էր, որ ինքը, եթե վարչապետի թեկնածուի հարց բարձրացվի, դեմ չէ իր ձայնը տալ ամենաշատ քվե ստացած մարդուն։ Հա, ենթադրվում էր, եթե Սամվել Կարապետյանն ավելի շատ ձայն է հավաքում, Ռոբերտ Քոչարյանն իր քվեն տալիս եւ Սամվել Կարապետյանն է դառնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիմա իշխանությունը վերցնելու մակարդակով դա այս պահին չունենք, բայց ընդդիմության գործողությունների մակարդակով կարող ենք մենք նման մի բան ունենալ, որ Հայաստան Դաշինքը այդ սկզբունքով գործի։ Թե մենք տեսնելու ենք տարանջատված ընդդիմություն, ուժեղ Հայաստանի ինքը առանձին, Հայաստան Դաշինքը առանձին, ԲՀԿ-ն էլ եթե անցավ խորհրդարան, ԲՀԿ-ն էլ առանձին։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կամ հուսով եմ, որ այդպես չի լինի։ Հուսով եմ։ Ինչպես կլինի, չեմ կարող ասել, ես հա սուրճի բաժակնայող չեմ, բայց հույս ունեմ, որ բնականաբար նախ Հայաստան Դաշինքի տեխնացուները այնուամենայնիվ զուտ քաղաքական առումով շատ ավելի փորձառու են, քան ուժեղ Հայաստանինը, թեև այնտեղ էլ կան հա բավականին թրծված գործիչներ, բայց եթե անկեղծ լինենք, Հայաստան Դաշինքում գրեթե բոլորն են այդպիսին ուժեղ Հայաստանում։ Դե քանի տարվա քաղաքական պայքարի փորձ ունեն։ Իհարկե։ Հուսով եմ, որ Բարգավաճ Հայաստանում էլ կան, որտեղ այնուամենայնիվ Բարգավաճ Հայաստանը 2007 թվականից պարլամենտական կուսակցություն է եղել, միայն այս վերջին 5 տարին է դուրս մնացել պարլամենտից, այնտեղ էլ բավականին լուրջ հա փորձ ունեցող գործիչներ կան։ Հույս ունեմ, որ այնտեղ այնուամենայնիվ կկոորդինացվի աշխատանքը։
Ինչու ըստ ձեզ իշխանությունը կամ իրավապահ համակարգը, իշխանությանը ենթակա իրավապահ համակարգը այսպես արշավ սկսեց նաև ԲՀԿ-ի դեմ, տարբեր են հրապարակումները, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ն մնացել են իշխանության կոկորդին եւ այլն, հա, ինչ խնդիր են իրենք լուծում, որովհետեւ ձայների վերահաշվարկը ցույց է տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները սխալ են հաշվել, մարդկանց ձայները շատ ավելին են։ Կարծում եմ այնուամենայնիվ եկեք այսպես ուղիղ ասեմ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի մինչ այս պահը վարքը ես կարծում եմ իշխանությունները հույս են ունեցել որ կարողանան բանակցել այդ ուժի հետ եւ այդ ուժի ձայներով դրա մասին գրվեց իդեպ մամուլում գործարք է առաջարկվել, որը մերժել է եւ այդ ուժի ձայներով կունենա համանդրական մեծամասնություն ենթադրում եմ որ այդ առաջարկը մերժվել է դրա համար մեր աչքի առաջ տեսանք ինչպես է հա 4 ու քանիսը իջնում դառնում 3.996% Այսինքն Գագիկ Ծառուկյանը չի գնացել իշխանության հետ համագործակցության։ Այո։ Այդ դեպքում այն ռեպրեսիվ գործընթացը, որը սկսվել է այդ ուժի դեմ, ինչ եք կարծում կկարողանա իշխանությունը գլխատել այդ շարժումը, այդ ուժը, այդ քաղաքական միավորը, թե ոչ։ Ընդհանուր Ծառուկյանի կալանավորում եւ այլն։ Չեմ կարող ասել, չեմ բացառում ոչ մի բան այս իշխանությունների օրոք, ոչինչ չեմ բացառում։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք ամեն ինչ արդեն տեսել ենք։ Տեսել ենք անգամ այն, ինչը հնարավոր չէր տեսնել։ Պարոն Քոչարյան, այս օրերին ես շատ հաճախ եմ հանդիպում հրապարակումների, որ մի ոգևորվեք Նիկոլ Փաշինյանի թիմի հավաքած քվեների քանակով այդ 727,000-ով, որտեղ խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանը չի հաղթել, որովհետև ուներ պարտավորություն սահմանադրական մեծամասնություն ձևավորելու, չի ձևավորել, իսկ դա նշանակում է, որ չի կարող նոր ազգային ժողովում ԿՊ-ների միջոցով սահմանադրություն փոխել, իսկ եթե սահմանադրություն չի փոխում, չի ստորագրի իր գլխավոր խաղաթուղթը, այդ խաղաղության պայմանագիր ասվածը։ Հիմա Փաշինյանը հաղթել է այդ առումով, թե չի հաղթել։ Ես կարծում եմ Փաշինյանը փորձելու է դա անել այս պարլամենտով դրա մասին արդեն կան խոսակցություններ եւ մամուլում հա ինչ որ նյութեր են ես կարդացել կփորձի անել այս պարլամենտով որպեսզի արդեն մյուս պարլամենտ մտնելիս ունենա այդ հաղթաթուղթը իր ձեռքում Նկատի ունեք սահմանադրությունը փոխի միջև օգոստոս նոր գումարվելիք սահմանադրությունը չփոխի այլ ունենա հնարավորություն փոխելու որտեղ միևնույն է, այսինքն կարողանա իրականացնել հանրաքվե։ Դա կարող է անել, սահմանադրությունը զուտ ֆիզիկապես հնարավոր չէ հանրաքվե անցկացնել մինչև օգոստոս, բայց կարող է ստանալ իրավունք հանրաքվե անցկացնելու։ Եվ այս ընտրությունների հետ կապված շատեր նաև հետևյալ հարցը, սա նաև աշխարհաքաղաքական պայքար է Արևմուտք եւ Ռուսաստան դուք համամիտ եք սրա հետ թե ոչ իդեպ ըստ ձեզ ինչով է պայմանավորված որ միջև հիմա Ռուսաստանից պաշտոնական մակարդակով շնորհավորանք Փաշինյանի ուղղությամբ չկա փոխարենը կա շնորհավորանք Թուրքիայից, Ադրբեջանից, Եվրամիությունից եւ հավաքական Արևմուտքից տարբեր գործիչների մակարդակով Դե Թուրքիայից եւ Ադրբեջանից ընդհանրապես այնտեղ իրենց պաշտոնական անձանցից մեկը հայտարարել է, որ Փաշինյանի հաղթանակը դա Թուրքիայի եւ Ադրբեջանի հաղթանակն է, այսինքն այստեղ ընդհանրապես անգամ չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է, այո, ստացվեց այնպես, որ այս իշխանությունները Հայաստանը դարձրեցին աշխարհաքաղաքական կենտրոնների բախման տարածք։ Ինչը ամենահաճելի բանը չէ ցանկացած պետության համար, առավել եւս մեր նման արդեն փոքր եւ կարելի ասել բավականին թուլացած պետության համար եւ դա ես լավ բան չեմ տեսնում հաշվի առնելով վերջին արդեն մի 20 օրերի ընթացքում ռուսական մամուլում եւ ռուսական իստեբլիշմենտում տեղի գտած այդ հայտարարությունները եւ ոչ միայն պարզապես խոսքերը, այլ գործողությունները, այն որ
իրար հետևից փակվում են տարբեր, ես նկատի ունեմ Հայաստանից արտահանման եւ Ռուսաստան ներմուծման ապրանքների այն շարքը օրեցօր ավելանում է, ես չգիտեմ ինչպես պետք է լուծեն, որովհետեւ գիտեք հիշում եք ընտրություններից առաջ 10,000 հատ վարդ հասկանում եք, չէ, ասենք կարող է սովորական մարդը, ով գործ չունի հողագործության հետ, այգեգործության հետ, տպավորիչ է 10,000 վարդ գնացել է Լատվիա, այն մարդիկ, ովքեր աճեցնում են այդ վարդերը ու ծաղիկները, գիտեն 10,000-ը ինչ թիվ է, այդ նույնն է, ոնց որ ասեն, բանը, գիտեք, մենք բանը ասենք 30 արկղ ծիրան տեղափոխեցինք Ռումինիա, վсё Եվրոպան մեզ ընդունում է։ Ես դեմ չեմ, ես շատ կողմ եմ Եվրոպայի հետ ունենալ այդ հարաբերությունները, ավելին կողմ եմ հնարավորինս դիվերսիֆիկացնել եւ այն կախվածությունը, որը այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը բավականին խորացրեց Ռուսաստանից, ընդհանրապես բերել հասցնել հավասարակշռված բալանսի, ընդ որում ոչ միայն Եվրոպայի հետ, Ռուսաստանի, եթե դա լինի 5 ուղղությամբ, ես ավելի կողջունեմ, եթե լինի 15 ուղղությամբ, ավելի շատ կողջունեմ, որովհետեւ այդ դեպքում դա եւս ազգային անվտանգության խնդիր է։ Դու չգիտես այն էլ այսօրվա աշխարհում, հա, տեսեք ինչա լինում, Հորմուզի նեղուցը մի հատ փակվում է, աշխարհը տարածում է։ Այսինքն դու ունենաս էներգակիրների առումով դիվերսիֆիկացված մատակարարում, ունենաս սննդամթերքի առումով, ինչու՞ չէ ունենաս քո արտադրանքի առումով, որովհետև դա էլ է վերջի վերջո հետո կուտակվում համընդհանուր արժեք դառնում Հայաստանում։ Մենք դա չենք տեսնում, ընդհանրապես չէ, տեսնում ենք բան հայտարարությունների մակարդակով հայտնի հումորի բանով հայլուրի Հայաստանում դա տեսնում ենք, ուրիշ ոչ միտեղ չենք տեսնում։ Պարոն Քոչարյան, երբ դուք ասում եք հետևելով Ռուսաստանում վերնախավի մակարդակով նաև արված հայտարարություններին, այսինքն ասում եք լավ տեղ չի տանում, ուր է տանում։ Ինչ նկատի ունեք, ձեր մտավախությունները ձեզ ուր են տանում։ Մտավախությունները նաև որ բերան ասվել են, որում ասվել է նախագահի մակարդակով Ռուսաստանի, որ դեկտեմբերին վերջնական կնայեն ԵԱՏՄ-ի հետ կապված ԵԱՏՄ-ԵՄ Հայաստանի դիրքորոշումը եւ չի բացառվում, որ վերանայեն օրինակ գազի գինը, ինչը կարող է բերել լրջագույն խնդիրների այս ձմռանը, եկող ձմռանը, ամբողջ հասարակության համար, ամբողջ բնակչության համար։ Ես չգիտեմ ռուսները ինչեր կարող են անել։ Որովհետև ռուսները այսպես է, մենք բոլորս հասկանում ենք։ Դե իրենք էլ ինչ են ասում ԿՊԱ-կանները, այ գնանք դեպի Եվրոպա, որ ռուսը մեր վրա այդքան ազդեցություն չունենա, որ իմանանք ռուսը ինչ կարող է։ Բան չունեմ ասելու, ես դեմ չեմ, ես ինքս նոր ասեցի, որ ես 2 ձեռով եմ կողմ։ Այսինքն ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանին փորձում է Հայաստանի վրա ազդեցության լծակներից զրկել։ ԿՊԱ-կաններն ասում են փորձում ենք զրկել, որ այդքան մեզ վրա բան չունենան, էլի։ Գիտեք, այն որ ասում է այդպիսի մի հատ ժողովրդական խոսք է, այդքան ասում է պիտի ունենաս դրանից, որ անես։ Հա, ես 2 ձեռով կողմ եմ։ Այստեղ խնդիրն անում չի, խնդիրն անում է կարողանում ես դա անել, թե չես կարողանում։ Այսինքն գազը որտեղից է գալու, թող ինչ չխաբեն, Ադրբեջանը գազ չունի, Ադրբեջանը ռուսական գազն է վաճառում սանկցիաների պայմաններում, այդ ընդ որում ամբողջ Եվրոպան դրա մասին գիտի, հերթական կրկնակի ստանդարտներից, որտեղ իրանց էլ է պետք, մրսում են։ Ես վերջին տարիներին եղել եմ Եվրոպայում, ձմռանը որ գնանք, այնտեղ դրած է վերին շեմ ջերմաշճանի, այդ մարդիկ 19-20 աշճանից ավելի իրավունք չունեն ջեռուցեն տներում։ Եվ տարածություն։ Հիմա գուցե Հայաստանը այդ ճանապարհով է ուզում տանել, մենք էլ ունենանք բնակարանը ջեռուցելու վերին շեմ, բայց Ռուսաստանը մեզ վրա հանկարծ մատ թափ չտա։ Բարի, զուգահեռ էքսպորտում հետ ենք անելու, որովհետև վերջի շրջաններում, որ այդքան գլուխ է գովում Նիկոլ Փաշինյանը, որ տնտեսական աճ է եղել, նա բացեք նայեք, որտեղից է այդ հարկերը, ինչից է եկել։ Ռուսաստանից տրանսֆերտներ, փոխանցումներ։ Չէ, տրանսֆերների մասին չի, տրանսֆերները հարկեր չեն։
Ես նկատի ունեմ բյուջետային մուտքերը, որտեղից է։ Ռուսաստան վերաարտահանումներ։ Վերաարտահանումներ, չէ՞։ Դե հիմա ասում է փոխարինեմ դա եւ Թուրքիայի հետ վերաարտահանումով եւ Ադրբեջանի հետ վերաարտահանումով, ժողովուրդ հերիք է պարփակված մնաք։ Թուրքիան, Ադրբեջանը իրենք են Ռուսաստան վերաարտահանել, իրենց պետք է ձեր վերաարտահանածը։ Ում եք խափում։ Պարզ է չէ, որ այդ վերաարտահանման վրա աշխատել, մենակ հայերը չէին այդքան շուստրի։ Թուրքիան դրանով զբաղվել է, Ադրբեջանը զբաղվել է, Ղազախստանը զբաղվել է, Ուզբեկստանը զբաղվել է, ավելին Էմիրատները զբաղվել են։ Ով կարացել, դա նորմալ է։ Եթե դու քո երկրի համար կարողանում ես գումար աշխատել, դա նորմալ է։ Բայց հիմա դու այդ նորմալը դրանից հրաժարվում ես, չփոխարինելով ոչ մի բանով։ Որտեվ ասում են կփոխարինեք որևէ այլ բանով, երբ հրաժարվեք։ Մի հատ հրաժարվեք մեր աչքը տեսնի, Եվրոպան ինչ ասում։ Հապկից դուրս եկեք, ԵԱՏՄ-ից դուրս եկեք, մեր աչքը տեսնի։ Որպեսզի տան հնարավորություն դու պետք է ունենաս հրավեր Եվրամիության անդամ, մենք դա չունենք։ Բայց ոնց է, ինչ հնարավորություն են տալի։ Դե հիմա օրինակ Եվրամիությունը եղել է ու կա էլ հիմա։ Հիմա Եվրամիությունը, պարոն Քոչարյան, Ռուսաստանը արգելում է պտուղ բանջարեղենի արտահանումը այդ երկիր, Եվրամիությունն ասում է ես ձեզ կտամ գումար, սուբսիդավորեք ձեր գյուղատնտեսներին։ Հիմա դա հնարավորություն է տալիս, թե նախընտրական ուղակի փուչիկ է։ Բոլորս հասկանում ենք, որ դա միանգամյա բաներ է։ Հա լավ, սուբսիդավորեցին 50 միլիոն, դուք հասկանում եք ինչ թվերի մասին այդ։ Հա 50 միլիոն տվեցին։ Այդ 50 միլիոնը ինչ որ մարդկանց նախաճաշի փող է, ժողովուրդ։ Մի հատ դրեք նայեք ինչքան է արտահանվում, միլիարդների արտահանվում է, 50 միլիոն սուբսիդիա են տալի։ Ոնց են փակելու դա։ Նստեք տնտեսագետ, ես կարծում եմ, այս հարցը ինչ չպետք է տակ, այս հարցով ճիշտ կլինի հրավիրեք տնտեսագետներ, որովհետև ես էլ այնպես չի, որ բոլոր թվերին տիրապետում եմ։ Այսինքն դուք ամբողջ քարոզչական տիրույթում եք նայում։ Ամբողջ ընդհանրապես քարոզչական PR-եր ուղղված Փաշինյանի իշխանությանը եւ վերջ տակը հիմքում չկա ոչինչ։ Վերջի օրը չնկատեցիք, մենք մտադրություն չունենք հրաժարվել Եվրասիական միությունից։ Նիկոլ Փաշինյանի ֆրազան է, այսինքն երբ հասկացավ, որ վերջ պրծնում են ընտրությունները, գալիս է իրականությունը, ընդ որում դառը իրականություն է։ Ինչի դառը։ Որովհետեւ ծաղիկները արգելված է, այնտեղ պտուղ բանջարեղենը արգելված է, գինին արգելված է, ջերմուկը արգելված է, ձուկը արգելված է, այդ նորից եմ կրկնում, այդ շարանը ավելանալու է։ Բացի դրանից էներգակիրների մասին խոսեցինք, հացը, էլեմենտար, հացը մենք ստանում ենք Ռուսաստանից։ Լավ, ենթադրենք օրինակ կարագը, ձեթը եւ այլն, որը էլի Ռուսաստանից բավականին մեծ է, մենք կփոխարինենք նոր զելանդականով կամ չգիտեմ ինչով։ Ինչ որ բան կան, որ 90% ցորենը գալիս է Ռուսաստանից։ Հացը ուրիշտեղ չկա աշխարհում։ Այստեղ արևմտամետները չկա, հացը 3 երկիր են հիմնական բան անում։ Ռուսաստան, Ուկրաինա, Կանադա։ Ուկրաինան հասկանում ենք ինչ վիճակում է հիմա, մնացել են Ռուսաստանն ու Կանադան, չի կարալու Կանադան մենակ ամբողջ աշխարհին ապահովի։ Պարոն Քոչարյան, այստեղ արևմտամետները լինեին, ձեզ հարց կտային, կասեին կրակն ենք ընկել այդ դեպքում Ռուսաստանի ձեռը։ Ինչ անենք։ Դիվանագիտություն արեք, ոչ թե քանդրբազություն։ Ռուսաստանի դեպքում ասում են վարակույրի երկաթյա է եւ Ռուսաստանը կացնային է, կամից հետ ես, կամից հետ չես։ Այդ հիմա է ասում, երբ որ դու բերեցիր, հասցրեցիր դրան, նորից եմ կրկնում, դրա համար պետք է լինել դիվան ունենալ։ Այս մարդիկ ախր այնքան բան ամեն ինչից են հեռու, բոլոր ոլորտներից են հեռու։ Բոլոր ոլորտներում բերել են, ես իմում են տղեկին բերել են, փաբերից նստացրել են աղջիկներին, մի մասն էլ աղջիկներ են իդեպ։ Ու ինչ որ բաներ են մոգոնում, որոշում, ընդ որում ես վստահ եմ արդեն շատ լավ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, որ անգամ եթե այդ մարդիկ գտնում են, որ դա սխալ է, վախենում են ասել Նիկոլ Փաշինյանին, որ դա սխալ է, որովհետև մի անգամից գործից կհանի, ընդ որում SMS-ով կամ WhatsApp-ով։ Եվ պարոն Քոչարյան, դուք ձեր խոսքի մեջ մի ձևակերպում օգտագործեցիք, ասացիք օրինակ Հորմուզի նեղուցը մի քանի օր փակվում է, աշխարհը տրաքում է, ձեր ձևակերպումով եմ ուզում հարցը տալ, խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը ինչ անեն, որ չտրաքեն։
ես նորից եմ կրկնում, ասեցի արդեն, պետք է զուգորդել բոլոր տեսակի պայքարները, չվախենալ, տեսեք, ես վստահ եմ։ Այդ վախի գործոնին էի ուզում, որ անդրադառնալ։ Չվախենալ ոչ միայն հա իշխանությունների գործողություններից, ընդդիմության շատ չվախենալ անընդհատ կալանավորվելուց, պարոն Քոչարյան։ Չվախենալ անընդհատ կալանավորվելուց, որովհետև անհնար է այդքանին կալանավորել, չկա այդքան տեղ Հայաստանի բանտեր։ Դժվար ուղարկեն, հա, օրինակ Եվրոպայում այդպիսի փորձ կա, որ եթե մի երկրում հիմա սկանդինավյան երկրներում բանտերը լրիվ դատարկ են, որովհետև այնտեղ կրիմինալը գրեթե զրոյացած է, եւ որպեսզի այդ բանտերը դատարկ չմնան, այլ եվրոպական երկրների, հա, այդ կալանավորներին ուղարկում են սկանդինավյան երկրների բանտեր։ Հիմա դժվար մեր կալանավորներին, առավել եւս քաղ բանտարկյալներին ուղարկեն սկանդինավյան երկրներ, Նորվեգիա, չգիտեմ, Շվեդիա, Դանիա, միգուցե, չգիտեմ, կարող է այդ էլ անեն։ Բայց ես դա չեմ տեսնում։ Այդ մեկ եւ երկրորդը ես կարծում եմ ընդդիմադիրները ավելի շատ վախենում են, կոմպլեքսավորված են իրենց կողմնակիցների քննադատություններից, ոչ միայն այսինքն իշխանությունների, հավասարապես երկուսից էլ վախում են։ Ես կարծում եմ պետք է պարզապես նստել ազնիվ խոսել եւ բացատրել, որ կան մի քանի տարբերակներ։ Այո, բայց չխաբել, հա, ասել, որ չգիտեմ, եթե ունենք մենք պլան, մենք հիմա մտածում ենք եւս 2-3 պլանի վրա։ Այ երբ որ պատրաստ կլինի այդ ամեն ինչը, մենք ձեզ տեղյակ կպահենք եւ կխնդրենք, որ աջակցեք մեզ, արդեն, այսպես ասած, զուգորդված պայքարում։ Այսինքն պետք է հիմա այս փուլում ընդդիմադիրները ոչ թե անցնեն ընդհատակ խուսափեն հարցազրույցներ տալ, խոսել ավելի հակառակն։ Հիմա կարծես թե դա են անում, հրաժարվում են խոսել։ Հիմա ես ենթադրում եմ, որ հիմա այնուամենայնիվ կոնսուլտացիաներ են գնում, նախ սպասում են վերահաշվարկի։ Հա, երկրորդը ենթադրում եմ, որ ընդդիմադիր ուժերը կոնսուլտացիաներ են անում միմյանց հետ հասկանալու համար այնուամենայնիվ ինչ որոշում են կայացնում։ Բայց եթե դա երկար տևի, դա ամենասխալ քայլը կլինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Կարեն Քոչարյանն էր, կհանդիպենք վաղը։